Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ինքս այնքան մեղավոր չէի հասկացած, որքան երբ սկսա Սուկրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը սերդել։ Իսկապես սիրելիներ, ամեն անգամ երբ կսերդեմ Սուրբ Նարեգացին ու կպատրաստեմ, որպեսզի կարողանամ նաև ցեզիալ բաժնեգից դարձնել իմ հոգևոր այս սերդողությանց, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք Սուրբ Նարեգացին ու ոչ թե բարձրապես աչքերով ընթերցեք, այլ ձեր սրտի խորերեն Աստուծո հետ խոսելու համար, ապա ամեն անգամ կտեսնեմ, որ իմ հոգիս մեջ որքան խոցեր կան եւ որքան կարեւոր է, որ բոլոր խոշորացույցներս դարձնել թեպի իմ անձս ու տեսնել հոգիս խեղճությունը, անձիս թարն արմատ մեղքերը եւ անոնց վրա աշխատել, ու Աստուծո ողորմությունը ու բժշկությունը խնդրել։ Անցող շաբաթ սկսանք սերդել Մադյան ողբերգության աղոթարքի 56-րդ գլուխը՝ Փան ձա զան։ Առաջին մասը փոքրիկ մասն էր, ներածություն էր, ուր Սուրբ Նարեգացին գսեր։ Այստեղ պիտի նշանակեմ անուններով պիտի խոսիմ, թժոխարմատ իմ ձարիս թարն բդուղները, որոնք կսե ինձի համար հարազատ թշնամիներ են, որոնք կսե թավաջան որդիներ են, որովհետև այդ բոլորը իր անձին մեղքերն են, եւ Սուրբ Նարեգացին անգեղծորեն քննության գենթարգե իր անձը, չի ծածկեր Աստուծո դիմաց, ընդհակառակը, թե Աստուծո դիմաց, եթե մեր դիմաց կփանա իր անձը, եւ Աստուծո ողորմություն ու բժշկություն կխնդրե։ Նույնպես մենք սիրելներ, այս աշխարհը մեզ ամեն տեսակ մեղք կհրամցնե, թարն մեղքեր, թունավոր մեղքեր, կհրամցնե արադորեն, որբեսի ճաշակենք, որբեսի ըսկայազուրկ դառնանք, մեղքի մեջ վարժվենք եւ երբեք Աստուծո չդառնանք։ Իսկապես սատանան սիրելներ չարքիլ էր երբեք Աստուծո մասին խոսիլ։ Սատանան գարկիլ է Աստուծո հետ խոսիլ։ Աստուծո մասին որքան ուզենք գրնանք ջարել, սատանան արկել չլար, բայց երբ սկսենք Աստուծո հետ խոսիլ, իսկ ինչ կնշանակի Աստուծո հետ խոսիլ, կնշանակի աղոթել, այդ ժամանակ է որ սատանան ամեն խանգարում կբերե, որբեսի այդ հարաբերությունը չծկե որ ստեղծվի Աստուծո հետ։ Իսկ Սուրբ Նարեգացին ինչ կնե։ Իր սրտի խորերուն մեջ կթափանցե եւ իր սրտի խորերեն Աստուծո հետ կխոսի։ Երկրորդ մասը, որ անցող շաբաթ սկսանք սերդել, տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին ինքնահանդիմանությամբ, ինքնագշտամբանքով կսպաղի եւ իր սիրտը, աչքը, ագանչը, լեզուն, ցերկերը, ոտքերը, որոնք բոլորն անձինք մեղքի առաջնորդ են, կբացահայտե։ Եվ քանի որ երկար է եւ ես չեմ ուզեր սիրելներ բարձրապես ընթերցել ու անցնել, այլ գուզեմ ամեն մեկ բանին վրա գենալ բահմը, ցեզի խորուն կբացատրել, որպեսզի դուք ավելի լավ ընկալեք Նարեգացին, ճիշտ է որ սիրելներ ներող եղեք, այս հոգևոր նախաճաշները գերգարին, բայց հավատացեք, անոր համբերությամբ մտիկ կնե եւ անոր Նարեգի իր ցերկի մեջ կունենա, ու այս բացատրությունները մեկ առ մեկ գլսե գեդեվի անոնց, նույնիսկ գքրեքովը հավատացեք, որ սրբության ճամփան կբռնե, որտեղ մեղքն է որ կգրձե մեզ ամեն օր, իսկ ապաշխարությունը մեզ գցերպազատե մեղքի բոլոր գաբանքներեն։ Սիրելներ, պիտի շարունակեմ սերդել
երկրորդ մասի, ուրեմն 56-րդ գլխու երկրորդ մասի երկրորդ հատվածը, այս հատվածը պայմանական է, ես է որ քանի մտողեր է որ գարնեմ, որբեսի անոնց մասին խոսիմ, եւ իդի տեսնեք որ ընդհանրապես ամեն մեկ երկու բար մեկ նախատասություն կգազմե, եւ ես այստեղ այսօր ընտրած եմ 23 նախատասություններ ու անոնց մասին է որ պիտի խոսիմ։ Նախ ընթերցեմ քրապար բնակիրը եւ ապա թարգմանեմ ու բացատրեմ։ Փան ձա զա փենմաս փենհատված իխորոց սրդից խոսք ընթաստուծո գերբ ամբատկար թեմք անամոտ երեսկ լբրշյալ քույն անհամբույր դիբ դմարտի քեղ զանագյալ խորդիկ խանգարյալ ջաշակ քարշեցյալ այքի քաղցնավոր որտ որտնահար բարդես փշապեր հասկ ու ջահալ մեղր իմգանց ջարագյալ ամբադսբար անգյալ սնաբարձ հուսահատ անհամոզելի նզով անհաշտական բաժանյալ ունայնապան շաղագրad բաջարամիտ քորոզ անասնորեն աբիրad թժոխային ակա Սիրելներ այժմ գանցնիմ բացատրության Պիտի փորձեմ հագիրջ ըլլալ, բայց նաև միաժամանակ խորապես բացատրել Սուրբ Նարեկացին ինչ ասել գուզե այս հագաթիր իրարու հագարակ բարերը կովկովի տնելով։ Նախ առաջին 3 նախատասություններ, այսինքն 6 բարերը կովկովի գտնեմ, որտեղ նույնանման են եւ գսեն Նարեկացին։ Իր անսին մասին ամբատկար գերբարանք, ամբատկար կնշանակի չամծող անամոտ գերբարանք, անամոտ թեմք եւ լբիրշ երես։ Այստեղ Սուրբ Նարեկացին այս նախատասության մեջ գնկարակրե մարդուս արդակին եւ ներքին գերբարանքին այլասերումը եւ դքեղացումը։ Մեր կորձելով սիրելներ մարդ անցյալին գործընծուց եւ այսօր ալ մենք կգործընծնենք աստվածային շնորհքը եւ հոգեվոր ամոթը երգյուղը աստուծո հանդեպ եւ որուն պատճառով ալ մեր գերբարանքը գտարնա անմարտկային եւ դքեղ Արտարև սիրելներ մեր կորձելով մենք կգործընծնենք իսկապես աստվածային շնորհքը իսկապես այս հոգեվոր ամոթը ինչու գսեմ հոգեվոր ամոթ որովհետեւ թշպախտապար այսօր երբ ամոթի մասին խոսենք մարդիկ մեզ հետամնաց կհամարեն այսօր որովհետեւ այս զարգացած թարուն մեջ իրենք զիրենք ազատամիտ կհամարեն մարդիկ եւ գսեն ինչ կա ամոթ եւ այդ հոգեվոր ամոթութենեն մարդիկ բարբված են ու դարձած են ամբատկար անամոթ Անորամար Սուրբ Նարեկացին այստեղ ինքզին կգոչե ամբատկար գերբարանք անամոթ թեմք լբիրշ կնշանակե լգդի զզվելի անամոթ անարակ երես Եվ ինչու կգոչե այդպես Սիրելիներ մարդկային մարմնի ամենեն փայլուն մասը որ մասն է թեմքը Այո թեմքը Աստված երբ մարդը պիտի ստեղծեր իր բատկերին ու նմանության համաձայն ստեղծեց եւ այն մարդը որ Աստուծո բատկերեն ու նմանութենեն գեհրանա գթարնա լբիրշ գթարնա ամբատկար ու գունենա անամոթ երես լգդի երես Հաջորդ նախատասությունը քույն անհամբույր կնշանակե անհրաբույր ոչ համբուրելի դհաջ վանող զզվելի Եվ Սուրբ Նարեկացին այս նախատասությամբ գուզե հետևյալ խորհուրդը ներկայացնել սիրելներ Համաձայն քրիստոնեական հոգեբանության մաքուր եւ արդար մարդուն թեմքը
ինչ կլա միշտ գփայլի ինչով աստվածային լույսով շնորհքով եւ այդ հզոր ցոլացող լույսը մենք հաջող կտեսնենք սրբապատկերներու մեջ երբ սուրբերուն թեմքեն լուսաշող ջարակայթ դուրս կուկա եւ կտեսնենք մարդոց մեջ ալ սիրելներ այն մարդիկը որոնք իսկապես խոնարհությամբ գաբրին աստուծո հավատալով գաբրին ճշմարիտ քրիստոնեական կյանքով գաբրին անոնց թեմքեն լույս կջարակայթե իսկ այն մարդիկը որոնք չարությամբ լեցունեն չարամտությամբ փամփասանքով սդախոսությամբ անոնց թեմքեն խավար կջարակայթե մռայլ թեմք կունենան մութ եւ մարդ սիրելներ իսկապես ալ մեղան չէ այդ հոգևոր լույսը աստվածային լույսը մարդուն թեմքին վրայեն գխավարի երբ մարդ օրինակ փարգանա չարանա ինչ կլա իր թեմքին քույնալ կփոխվի եւ ահա ադոր համար է որ սուտ նարեգացին այստեղ գսե անհրաբույր քույն կամ անհամբույր քույն ինչու անհամբույր այսինքն թեմքը որուն չես ուզեր համբույր դալ համբույր միսկ չես ուզեր դալ այդպիսի թեմք է ով գուզե սիրելներ մթակնած չար թեմքի մոդենալ համբույր դալ ահա դուրամար նարեգացին ինքին համար գսե անհամբույր կամ անհրաբույր քույն որ կնշանակե երկնային փայլքե զրկված իսկ այն թեմքը որ երկնային փայլքե հոգևոր լույսը զրկված կլա գդրված կլա այդպիսին թեմքը գտարնա մռայլ թալուկ դահաջ օրինակ տամ սիրելներ եւ որ մարնական ծանր հիվանդություն ունենանք ամիջապես մեր մարմին մորտին քույնը ինչ կլա կփոխվի օրինակ եթե մեկը թեղնություն ունենա թեղնախտ լա կամ եթե մեկը քունադի ամիջապես իր մարմին քույնը կփոխվի ահա նույնպես ալ մեղքը իբրև հոգի հիվանդություն գտգեղցնե մարդս անոր հոգին քույնը գփոխե արդակին դեսկը գփոխե Ես սուբնարեգացին սիրելներ երբ այստեղ ինքզին կտիդե որպես անհամբույր քույն այսինքն ինքզին կտիդե որպես հոգևոր փորոդ որ արժանի չէ աստուծո մոդենալու մերցենալու այլ միշտ վանողական հաջորդ նախատասությունը դիբ դմարտի կրապարով ուրեմն ամմարտկային գերբարանք դմարտի դն ժխտական է մարդ դմարտ գնշանագե անմարտկային անասնական մարդ արարածին անվայել ոչ մարդկային ոչ մարտավայել գսենք չէ մեգումը ինքզինքդ մարտավայել բայ է մարտավայել արար կրե մարդկային դարազիտ մեջ մնա իսկ դիբ գնշանագե գերբար օրինակ բատկեր նմանություն եւ այս արդայդությունը գվերապերի մարդուն գոմե իր աստվածային գերբարանքն ու փարոյական թիմակիցը գործընծներուն եւ երբ մեկը իր փարոյական գերբարանքը իր մարդկային գերբարանքը աստվածային գերբարանքը գործընծնե ինչ կդառնա անասունի նման Քազանի գսկսի նմանիլ օրինակ գգարտանք 49-րդ Սաղմոսի 13-րդ համարի մեջ նույնը գգրտնվի նաև 20-րդ համարի մեջ այնտեղ գորախի որդիները հետևյալը գսեն այն մարդը որ չի հասկնար իրեն դրված աստվածային բադիվը գնմանի անփան անասուններու որոնք իսպար գգործվին այո այն մարդը որ աստուծո գոմե իրեն դրված մարդկային բադիվը չի բահեր
անփան անասունի կվերածվի։ Ինչպես օրինակ Նաբուկոդոնոսոր արքան եղավ, ինչպես մեր դրտատ հայոց թագավորը եղավ, խոզի գերբարանքը ստացավ։ Անորամար սիրելներ, երբեմն մարդոց դեմ կտեսնենք, կսենք ոնց որ կարծես քազան ըլլան։ Անասունի թեմք ունի։ Որտեղ մեղքը գերբարանափոխի մարդը, երբ մանավանդ մարդ իր աստվածային թիմակիցը լույսը իր մեջ են գործընծնե։ Եվ երբ հերանա փանագանութենեն եւ հոգեվոր արժեքներեն կսկսի մարդը նմանիլ անասունի։ Իսկ անասունի ինչով գաբրի իր փնասներով։ Այդպես ալ ուրեմն նարգացին գսե դմարտի դիբ ամմարտկային գերբարանք եղա ես։ Այո մարդիկ կան տշպախտապար, որոնք սիրելներ թեև մարդկային գերբարանք ունին, սակայն ներքնաբես վերածված են քազանի։ Հաջորդ նախատասությունը քեր ձանագյալ քեր կնշանակե քերեցկություն, իսկ ձանագյալ կնշանակե ձաղրելի։ Ասիկա սիրելներ տեսեք հագատրությունն է, իսկական հագատրությունը։ Ինչու՞։ Որովհետև այս աշխարհի մեջ քերեցկությունը գծաղրվի, թե ոչ գկովերկվի, գփարապանվի։ Գփարապանվի, չէ՞, գկովերկվի։ Իսկ նարեգացին ասով ցույց կտա այն ողբերգական վիճակը, երբ մարդ արդակնաբես կամ մարմնաբես քերեցիկ է, խնամված է, հարաբուրիչ է, բայց ներքնաբես կամ հոգեբես բղձված է, թադարգ է, ինչի պատճառով, մեղքի պատճառով։ Այո, մեղքը սիրելներ գտադարգե մարդս, գբղձե մարդս։ Եվ այդպիսի մարմնական քերեցկությունը, որ դուրսեն քերեցիկ, բայց ներսեն մեղքերով լեցուն, զուրգ է աստվածային լույսեն եւ հոգեվոր ներքին մաքրութենեն, ուստի արարիչին եւ ռեշտակներուն արչեւ գտարնա ոչ թե քովելի, այլ այբանելի, ձաղրելի։ Ամեն մարդ ալքիդե սիրելներ, որ մարմնական քերեցկությունը մնայուն չէ, ժամանակավոր է ու անցողիկ։ Քանի որ մարդուս մարմինը հողենը ստեղծված է եւ անպայմանորեն օրը մարդուս մարմինը պիտի խամրի, պիտի մեռնի, իդ հողին պիտի վերադառնա, նույնպես է նաեւ մարդուն արդակին քերեցկությունը։ Եվ որ մահը կա, եւ որ հիվանդությունը կա, մարդուն երեսին քերեցկություն չմնար։ Երբեմն մարդիկ իրենց անցյալի նկարները գնային եւ ավաղ կգարտան, ավաղ իմ քերեցկությանը սկսեն։ Եվ ուրիշներուն ալ ցույց կտան ասելով, որ տեսեք ինչ էի եւ հիմա ինչ եղա։ Շատ կբադայի չէ, որովհետեւ այս արդակին թիմակիցը արդակին քերեցկությունը սիրելներ մարդուն ոչինչ է։ Կարևոր ինչն է ներքին քերեցկությունը, հոգիի քերեցկությունը։ Պողոս արաքյալ այս մասին սկանչելի գերբով գխոսի իր Հռոմայացիներուն ամագի 8-րդ գլխու մեջ։ Ես նախ կուզեմ գարտալ 5 եւ 6 համարները եւ ապա 12 եւ 13 համարները։ Տեսեք ինչ կսի արաքյալը։ Անոնք որ միայն իրենց մարմնական բանջարներով կղեկավարվին, անոնց մտածելակերպը մարմնական է։ Մինչդեռ անոնք որ հոգին թերատրած ծևով գաբրին, անոնց մտածելակերպը հոգեվոր է։ Մարմնականը խորիլը մահ կբաժարե, մինչ հոգեկանը խորիլը կյանք եւ խաղաղություն։ Հետևաբար, եղբայրներ, բեք չի ապրինք մեր մարմինին համար եւ մարմնավորապես, որովհետեւ եթե մարմնավորապես ապրինք, բիդի մեռնիկ, իսկ եթե հոգին օգնությամբ ծեր մեղքերը սպանեք, բիդի ապրիկ։ Հաջող շատ մարդիկ սիրելներ կփորձեն իրենց արդակինով այսպես աստեցություն կործել։ Թանկ հակուստներ գակվին, ֆիրմաներով, մագնիշներով, նորացեվությամբ, որբեսի այդպես դպավորությունը ստեղծեն, բայց հաջող այդ շատերու մեջ անոնց հոգին ներքնաբես մեղքերով բղծված է։ Անորամար է որ սուբնարեգացին այստեղ գսե,
որ զաղրելի քեղեցկություն։ Իսկ Աստված սիրելիներ, Սամվել մարգարեին ինչ ասավ, մարդը մարդուն արդակինին է գնայի, բայց ես մարդուն սրդին գնայիմ։ Առաջին թագավորաց գրքի մեջ կարդացեք 5 դագարան 16-րդ գլուխ 7-րդ համար։ Հաջորդ նախատասությունը խորդիկ խանգարյալ, այսինքն բջացած խորդիկ։ Նախ բացատրեմ այս բառերը։ Ինչ կնշանակե խորդիկ։ Խորդիկ իրականության մեջ սիրելիներ ընդիր գերագուր է։ Համատամ ջաշ է, համեղ բադար կնշանակե խորդիկ։ Իսկ խանգարյալ կնշանակե բջացած, աբագանած, նեխած, թունավորված, թթված։ Հիմա այս ամբողջ հատվածի մեջ կտեսնենք արդեն որ Սուրբ Նարեկացին այլապանական ցևով է որ գխոսի։ Նախատասություն մնեգս է, բայց իր մեջը ինքը հոգևոր արժեքի մասին է որ գխոսի։ Հետևաբար մարդը ինչպես է ստեղծված է։ Ըսի որ արդեն Աստուծո պատկերով ու նմանությամբ ստեղծված է, եւ հետևաբար Աստված մարդը ստեղծած է մաքուր, սուրբ, մաքրամաքուր, եւ զայն օժտած է հոգեգան եւ բարոյական արժեքներով, բարձրակույն շնորհքներով, նման խորդիկներուն, այսինքն համատամ ջաշի։ Բայց ինչպես որ երբ որ ջաշը դուրս ցկենք, գտտվի, գտունավորվի, զզվելի գտարնա, գպջանա, այդպես ալ սիրելներ, երբ որ Աստվածադուր այդ բարիկները մարդ ոտքով հրե, այդ ժամանակ գնեխի, գաբագանի իր հոգին, մեղքերով գտունավորվի եւ այլևս կգործընծնե իր հոգևոր քեղեցկությունը, իր համը կգործընծնե։ Գսենք չէ, երբեմն մեկը որ համը կփախցնե գսես որ ալ համը փախցուցիր։ Այդպես ալ մարդ սիրելներ երբ մեղքերու մեջ կմնա իր այդ աստվածային աղվոր համեղ համը կգործընծնե։ Սուրբ Նարեկացին ասել գուզե թե իր արտաքին կորձերը եւ խոսքերը խորդիկի նման համով են, համեղ բադար են իր խոսքերը եւ կորձերը հաջելի են ու քաղցր են, այդպես կրնան տվիլ մարդոց, սակայն Նարեկացին գսե իրականության մեջ ներքնաբես անոնք խանգարված են մեջս, բջացած են, այսինքն թունավորված են, ինչի պատճառով, հբարդությանս պատճառով, փարամոլությանս պատճառով։ Հաջորդ նախատասությունը ջաշակ քարշեցյալ, այսինքն քարշելի ջաշակ։ Դարձյալ ինչ կնշանակե ջաշակ, ջաշակ կնշանակե համ։ Սակայն այստեղ Սուրբ Նարեկացին ուդելու մասին չէ որ գխոսի, այլ մարդուն ընկալման, այսինքն լավն ու վադը, բարին ու չարը իրար մե զանազանելու կարողության մասին է որ գխոսի։ Քարշելի ջաշակը այն վիճակն է, երբ մարդու ներքին ըսկայրանքները այնքան աբագանած են, որ այլևս անիկա չի զզվիր մեղքեն, ընդհակառակը հաջույք կսկա մեղքեն։ Այսօր շատ մարդիկ կան սիրելիներ, որոնք իսկապես որ չեն զզվիր մեղքերեն։ Գնամանի մեգումը որ օրինակ հասարակած ճանապարհներու վրա երբ որ հանգստավայրեր կան, երբ մարդիկ կան, սպոսաշրջիկներ կան, հանգչելու, փաղնիկ պիտի կործածեն։ Եվ փաղնիկը երբեմն այնքան քարշահոտ կլա, ամեն քսալ գիտենք։ Եվ այնտեղ նստած կլա մեկը, գիմը, մարդը, որ փաղնեբանն է։ Եվ գմտածես որ ինչպես կրնալալ որ այս մարդ այս քարշահոտության մեջ նստի, բայց ինք չսկար, ինչու չսկար, որովհետև իր քիթը վարժված է այդ քարշահոտության։ Հիմա նույն ցեվով սիրելներ մարդիկ կան այնքան մեղքերու մեջ խորացած են, որ այլևս մեղքերը իրենց համար մեղք չեն, այլ հաջույք են։ Ադորամար Նարեկացին այստեղ դեսեք կսե քարշելի ջաշակ, հագատիր բարեր են, ջաշակը միշտ կովապանելի է, չէ,
Մեկուն գսես լավ ճաշակ ունի։ Իսկ այս բարակային քարշելի, զզվելի Դավիթ թագավորը 34-րդ Սամոսի 8-րդ համարի մեջ ինչ կսե, որ մենք ամեն անգամ Սուրբ Պատրակի մեջ գսենք, երկենք։ Ճաշակեցեք եւ տեսեք զիքաղցրե դեր։ Հիմա ինչպես մարդ կրնա դիրոջ քաղցությունը սկալ, երբ մեղքերու պատճառով իր հոգևոր ախարժակը բջացած է, ուստի եւ գործընծուցած է համ առնելու սկայրանքը։ Անորամար մարդիկ սիրելներ կան, որոնք եկեղեցի երթալեն համ չեն առնել։ Աստուծո դունի երթալեն համ չեն առնել, որովհետեւ գործընծուցած են այդ ճաշակը։ Դերը չեն ճաշակած եւ գործընծուցած են դիրոջ քաղցությունը։ Ինչպես որ փճացած ջաշը համդեսելը փճացած ջաշ համդեսելը ուրեմն մարդու մեջ նողգանք զզվանք կարաչացնե երևակայեցեք որ մեկը ասե որ ցեզի գերեկ այս ջաշեն եւ անիկա թունավորված է նեխած է թթված է գճաշեք գզզվիկ այդպես ալ սիրելներ սուբ նարեգացին գսե որ իմ անձս հոգեվորապես նեխած է հետևաբար աստուծո ողորմության գարոդեմ գշարունակեմ հաջորդ նախատասությունը գսե նարեգացին քրապարով այքի քաղցնավոր քաղցով բադված այքի նախ բացատրեմ ինչ կնշանակե քաղցը սիրելներ թունավոր կամ վնասակար փույսն է որ երբ որ օրինակ խաղողի ворտադունգը որ ցանված է անոր վրա կփաթվի կամ ոչ մեկ փույսի վրա կփաթվի ասիկա այնպիսի փույսեր են սիրելներ որոնք գգբին գգբչին գփաթվին գբլվին այս ուրիշ փույսերուն վրա կամ ծառերուն վրա անոնց հյութը գծծեն անոնց հաշուն գաբրին եւ վերջավորության ալ զանոնք կչորցնեն իսկապես որ վնասակար խոդեր են զանոնք մենք կգոչենք նաեւ քայլախոդ եւ անիկա ինչ են առաջ կուքա եւ որ հողակորձը գլքե բարդեզը ոչ կհոդե եւ ոչ գփրե գփորե այսինքն եւ այդպես կմնա եւ այդ ժամանակ այդ փուշտ ու դադասները գսկսին բլլվիլ փաթվիլ ворտադունգին վրա խոդերուն վրա եւ ամբողջությամբ խեղդել աստված իր ժողովրդի մեղքերեն ցանցանալով հետեւյալ խոսքը գսե 5 դագարանի մեջ Եսայի մարգարե 5-րդ գլխու 6-րդ համարի մեջ խոբանացած պիտի թողում քեզ անիկա պիտի չհոդվի եւ պիտի չփրվի այսին կեդինը պիտի չփորվի իր ժողովրդի մասին է խոսքը որբեսի ցախ ու փուշ ցնե Ահա այստեղ Սուրբ Նարեգացին սիրելներ ինքզին կպատկերացնե այքի կամ անտաստանիմը, որ թեև հաստատված եւ խնամված էր Աստուծո կողմէ, սակայն իր մեղքերուն պատճառով ահա վերածված է անբդուղ եւ վնասակար միջավայրիմը։ Եվ գողփա Նարեգացին, որ Աստուծո դված շնորհները, ինչպիսիք են մաքրությունը, փանականությունը, ինչ է պահպանած եւ իր հոգին այքին հիմա լեցված է գսե մեղքի քաղցերով այսինքն մագապույծներով մարդոց համար գսեք չէ մագապույծի մեկն է մեկուն վրա գփագի անոր արյունը գծծե ունեցված կգծծե վերջը գչորցնե զայն գնեդե գտապե արտարև սիրելներ մարդու հոգին այքի նման է Աստված մարդը ստեղծած է մաքուր որպես բդղադու փույս գամայքի եւ Աստված կուզե որ ամեն մարդ ինչ տա բդուղ տա ամեն մարդ սակայն մարդու մեղքերը երկրային գիրքերը արատները մոլախոդերու բես դադասներու բես փուշերու բես գաբագանեն գխեղտեն մարդու հոգին ինչպես Հիսուս կպատմե սերմացանի արագին մեջ եւ այդ մոլախոդերը ինչ են գսնանին մարդու հոգի են միաժամանակ չորցնելով մարդու հոգևոր կյանքը
թույլ չտալով որ մարդու մեջ առաքինությունները փառությունը բդղափերին մենք ալ սիրելներ ամենքս պետք ունենք մեր աչքերը ուղղելու երկնավոր մշակին Աստծո եւ խնդրելու դեր եկուր եւ փորե մեր մեջը արմադախիլը այդ բոլոր մանգլավիկ քաղցաները այդ փուշերը դադաստները եւ մեզ վերագենտանացուր մեր հոգին դեր վերագենտանացուր այդ մագապույցներեն հաջորդ նախատասությունը որդնահար այսինքն որդնոդած որդադունգ մեկ հատ որդադունգ իմաստով խաղողի ծառ իմաստով թոյով գկրվի ռե եւ թո իսկ մյուս որդը ռե եւ թա այ փենքիմ թա անալ կնշանակե ворդ ուրեմն հիմա որդնահար կնշանակե որդի գողմե այդ բզդիկ սողունին գողմե հարվածված կամ որդնոդած որդերու գողմե գերված փդած եւ որդերը սիրներ որդադունգիմը կամ ծարիմը կամ թուփիմը կամ ովե մեկ ցողնի արմատները ներսեն գրծեն ապա այդ որդադունգը ժամանակ մը վերջ ինչ կլա կչորնա եւ ընդհանրապես որդերը չեն դեսնվիր ինչու որտեղ ներսեն կգրծեն սիրելներ ճիշտ հիմա փոխապերական իմաստով սուբնարեգացին այս է որ գսե իր սեփական հոգին եւ ընդհանուր մարդկային բնության մասին ինչպես որ որդը դեսանելի չէ դուրսեն բայց ներսեն գամած գգրծե գուդե եւ գսպանե որդադունգը այնպես ալ սիրելներ մեղքերը քախնի արատները մեզ ներսեն գգրծեն գքայքայեն մարդուս հոգին եւ աստծո կողմէ մարդուն դրված է խաղողի որդադունգի պես արատ բդուղներ դալ Հիսուսը ասավ Հովանու ավետարան 15-րդ գլխու մեջ ես եմ որդադունգը թուք ջուղերը ինձի գապված մնացեք որբեսի արատ բդուղդակ եթե մենք սիրելներ ճշմարտաբար գդրվինք եթե որդեր այսի մեղքերը մեզ ներսեն ուդեն մենք այլևս անբդուղ կդառնանք եւ երբ անբդուղ դառնանք ուրեմն անբիդան գլանք բիդանի չեն գլալ այլևս եւ այդպիսիներուս կբաճաջի Աստուծո հետևյալ խոսքը որ գսե երկրորդ օրինաց գրքի մեջ 5 դագարանի 28-րդ գլխու 39-րդ համարի մեջ այ քիներ պիտի դնգես ու խնամես բայց քինին պիտի չխմես ու խաղող պիտի չհավաքես քանզի անիգա որդերը պիտի ուդեն այո որդերը մեղքերն են սիրելներ որոնք ամեն օր գուդեն մեզ ներսեն հաջորդ նախատասությունը Բարդեզ փշապեր այսինքն փշապեր բարդեզ ահա այս նախատասությունը կամ փոխչացնի նախկին նախատասությունները որ ըսավ սուբնարեգացի մագապույցներով բադված այքի որդնահար ворդ հիմա գսե բարդեզ փշապեր դուք շատ լավ գիտեք ամենք սա լավ գիտենք որ բարդեզը երբ որ կմշակվի այնտեղ փուշ չաջիր որտեվ մշակը փուշերը արմադախիլ գնե եւ այնտեղ լավ բաներ գծանվին բայց երբ որ բարդեզը լքվի ապա այնտեղ փուշ ու դադասկ գելե եւ ով գուզե ունենալ սիրելներ բարդեզը որ քաղցրահամ բդուղներու փոխարեն այնտեղ միայն փուշ ու դադասկ փուստին ով գուզե ինչ պիտեսես հյուրերուտ եկուր դես իմ բարդեզս որ ամբողջությամբ փուշ ու դադասկ է հիմա հոգևոր փոխապերական իմաստով աստվածաշունչի մեջ փուշը եւ դադասկը ինչի խորհրդանիշ են մեղքին թադաբարդության աստված ադամին ասավ այս երգիրը քու գադարած մեղքիդ բաժարով փուշ ու դադասկ փուսցնե քեզի եւ հիմա սուբնարեգացին այս պատկերով կնկարագրե իր նաեւ իմ նաեւ քու նաեւ ամբողջ մարդկության հոգեվիճակը մարդուն հոգին սիրելներ աստվածային բարդեզմն է
որ պետք է ծաղկի առաքինություններով, այսինքն ինչ են այդ առաքինությունները՝ սեր, խոնարհություն, ազնվություն, բարություն եւ այլն։ Սակայն երբ մենք հերանանք Աստուծմե եւ գործընծնենք այդ շնորհքները, որ Աստված մեզի, որոնք տված է մեզի, այդ բարդեզը մեր յանքի բարդեզը, մեր հոգի բարդեզը գվայրենանա, վայրենի գտարնա եւ գսկուսի փուշեր ու դադասներ փուսցնել։ Այսինքն ինչ են փուշերը եւ դադասները՝ չարություն, նախանց, փարգություն, ըսպանություն եւ այլն եւ այլն։ Եվ ինչպես որ փշոտ բարդեզը սիրելներ ցավ կբաճարե հոմ մտնողին, այնպես ալ մեղքերու մեջ կորսված մարդը գտարնա դակնաբի եւ ցավի աղբյուր եւ իրանցին համար եւ նաեւ ուրիշներուն համար, իր ընտանիքին համար։ Դուք լավ գիտեք, երբ որ դան մեջ մեղավոր զավակ մը գա, մեղավոր անձ մը գա, մեղավոր հայր մը գա, կամ մայր մը գա, միայն ինքն իրեն ցավ կբաճարե, թե ոչ ամբողջ ընտանիքին, ամբողջ ընտանիքին։ Աստվածալ սիրելներ խիստ կնեղանա տեսնելով իր ստեղծած մարդը, որ այդ ամփույթ վիճակի մեջ է, որ դադասներ փուսած են։ Եսայի մարգարեի 5-րդ գլուխը անպայմանորեն կարդացեք, այնտեղ այքի արագը գա։ Աստված ինքն է այքի դնգողը եւ այքին իր ժողովուրդն է, եւ Աստված ցավելով հետեւյալը գսե։ Եսայի 5-րդ գլուխ 4-րդ համար։ Իմ այքիս, այսինքն իմ ժողովուրդիս, ուրիշ ինչ պետք էր անեի, որ ես անոր չրի։ Ինչ բագաս ցկեց Աստված։ Ինչու համար երբ ես խաղող դալուն կսպասեի, կսպասենք, որ այքին ինչ դա խաղող դա, անիգա ազոխ դվավ։ Ազոխը գիտեք ինչ է։ Չհասունցած, որ չի հասունար, քացախի կվերածվի, թթու բաժին է խաղողին։ Ենարեգացին Խոստովանի, որ իր սեփական ուժերով չի գրնար արմադախիլնել այդ հոգևոր փուշերը, աստվածային մշակին գարիք ունի այդ փուշերը արմադախլելու։ Միան Աստված գրնա սիրելներ հոգին մեջ են այդ փուշերը, այդ դադասները մեղքին բաճարով աջած որմերը, մոլախոդերը մաքրել մեզ մե, անորամար իրեն թիմենք։ Հաջորդ նախատասությունը հասկ ու ջահալ։ Ու ջահալը սիրելներ ուդիչ բարենգուկա, ուդիչ գնշանագե ցեց, ворդ եւ հալ գնշանագե հալել, հալիլ ու ջահալ գնշանագե ուդիջին գողմե, ցեցին գողմե հարվածված, հյուծած, բդած։ Իսկ հասկը ինչ է։ Հասկը սիրելներ ծորենի հասկն է, որ իր մեջը ծորեն կբարունագե կամ քարի։ Հիմա շատ մարդիկ կան սիրելներ, որոնք արդակնաբես ծորենի հասկի նման շատ քեղեցիկ կերևան, բայց ինչպես որ եւ որ ցեցը ուդե այդ ծորենի մեջի հադիգը թադար կմնա այդ ծորենի հասկը, այդպես ալ եւ որ մարդը մեղքը մարդս ուդե ներսեն, այդ ժամանակ սիրելներ մարդս թադարկ կմնա։ Այո, թուրսեն արդակինով լավ գերևի։ Շատ մարդիկ կան, որոնք թուրսեն արդակինեն շատ լավ գերևին, մարդոց աչքին շատ լավ գերևին, բայց ներքնաբես սիրելներ դժբախտաբար փդած են։ Մարդիկ կան, որոնք թուրսեն բարեբաշտ գերևին, փարիսեցի նման, որ շատ հավատացյալ գերևիր, բայց ներքնաբես փդած էր, եւ Աստված Տեր Հիսուս մաքսավոր արտարացուց եւ ոչ թե փարիսեցին։ Դժբախտաբար մարդիկ կան այո սիրելներ թուրսեն բարեբաշտ գերևին արդակնաբես, բայց հոգիով եւ մտքով թադարգված են, ընդհանրակը մեղքով լեցուն են, մեկ խոսքով գերց արդակին եւ թադարգ ներքին։ Այսպիսի որքան մարդիկ կան։ Եվ Աստվածաշունչին մեջ
Աստվածաշունչի առակներու մեջ ծորենի հասկը միշտ կխորհրդանշե արդար մարդը, որ պատրաստ է Աստուծո իշտեմարաններուն մեջ հավաքվելու։ Իսկ ուրջահալ հասկը այն մարդն է, որ գործընծուցած է իր հոգևոր արժեքը եւ պատրաստ չէ հավիտենական կյանքին։ Եվ այդպիսին ամբիդան է հավիտենական հունցքի համար։ Ու ինչ կնեն, այդպիսին գրագը գնեն։ Հաջորդ նախատասությունը շատ հետաքրքրական պատկերը ցույց կտան արեգացին գսե մեղր իմգանց ջարագյալ, այսինքն մուգերու գողմե գերված մեղր։ Հիմա մեղրը ես շատ կսիրեմ մեղր, արդար մաքուր մեղր, ամենամաքուր, քաղցր եւ արժեքավոր բանն է։ Ուդելիք է։ Եվ սակայն մեղրը սիրելներ, եթե բաց պահես դուփը, ամբաշտման եթե թողես, այդ ժամանակ մուգերը գուքան եւ ինչ կնեն, գուդեն զայն եւ գբղձեն զայն։ Եթե տեսնես, որ ամանիտ մեջ մուգ մտած է մեղրի ամանիտ մեջ, դու այլևս գուդես այդ մեղրեն, կթափես։ Տեսեք, ամենեն թանկ, ամենեն մաքուր նկատված ուդելիքը եւ որ բղձվի կդառնա անարժեք, զզվելի։ Հիմա նույն ցեվով փոխապերական իմաստով մեղրը գխորտանշե մարդու հոգիի մաքրությունը։ Իսկ մգները ովքեր են։ Մգները, ինչպես որ ցեցերը, մեղքերն են։ Մեր մեղքերն են, բիրց։ Ինչպիսիք են նախանցը, ակաությունը, չարախնդությունը եւ այլն, որոնք սիրելներ գմտնեն մեր հոգիի իշտեմարանի մեջ եւ գբղձեն, գփջացնեն այնտեղ բոլոր քաղցությունները, բոլոր բարիկները։ Եվ երբ որ մարդ անզգուշ է ու ամփույթ, այդ ժամանակ մեղքը ամբողջությամբ կփաջացնե մարդու հոգին։ Եվ այստեղ սուբնարեգացին ինքզին կմեղադրե հոգևոր արթնությունը գործընծնելու համար, իր անզգուշության ու անպտության համար, որում պատճառով ալ թույլ տված է, որ չարը աբագանե իր ներսի աշխարհը, ներաշխարհը, փջացնե իր մեջի քաղցությունը, աստվածային շնորհքները։ Եվ սուբնարեգացին այս հատվածով գծավի թե այն ինչ որ պետք է անարատ մատուցվեր Աստուծո, այժմ գործընծուցած է իր քաղցությունը եւ սրբությունը մեղքերու գողմե գրծված լալուն պատճառով։ Հաջորդ նախատասությունը ամբադսպար անգյալ քրապարով աշխարհապարը ամբաշտման ինգած։ Ուրեմն նախ բացատրեմ անբադսպար կնշանակի առանց աբաստանարանի, առանց պաշտպանության, անօգնական, անդուն, բաց երկնքի տակ լքվածը, ցկվածը, անպաշտպանը։ Իսկ անգյալ կնշանակի ինգած, կետնադարած, դաբալած։ Հիմա parացի նշանակությունը այս նախատասության այն է, որ առանց պաշտպանության կեդին լքված ինգած։ Եվ ասիկա կնկարագրե այն վիճակը, որ արարգամը կամ անցմը զրկված է ովևէ ծածկե, ովևէ դանիքե, ովևէ դունե, ովևէ պաշտպանութենե, եւ այսպես թշնամիներու հարվածին լքված է։ Ոտնադակ ըլլալու թադաբարդված է։ Հիմա փոխապերական իմաստով սուբնարեգացին այս պատկերով կներկայացնե մեղքին բաժարով աստուծմե հերացած ըլլալու ողբալի վիճակը։ Եվ անգյալ բարը արդեն իսկ ցույց կտա ինչ, որ մարդը մեղքին բաժարով ինգավ, ինչպես ինգավ թրախտեն, եթեմական կյանքեն, այդպես ալ մարդը սիրելներ մեղքին բաժարով գինա եւ ինգած է մեղքի դղմուդի մեջ, դիղմին մեջ, սեփական ուժերով անգարելի է որ կանգնի, որովհետեւ դիղմը այն ցեղն է, որ եւ որքան փորձես ելնել, այնքան քեզի իր մեջ կքաշե։ Մեղքը այդպիսին է։ Դիղմը քեզ մեջ կքաշե, անգարելի է որ թուն քեզ դուրս կարնաս ելնել։ Պետք ունենք օգնականի եւ ով է օգնողը, եթե ոչ Հիսուս Քրիստոս,
Աստուծո ողորմությունը, Աստուծո քութը։ Եվ Աստված սիրելներ մարդուն համար ամուր բարիսպ կամ բադսպարան կամ աբաստանարան է։ Երբ մարդը մեղքերու պատճառով գերանա Աստուծմե, մարդը կգործնցնե Աստուծո հովանավորությունը, Աստուծո պաշտպանությունը, բադսպարությունը, եւ մարդը գլկվի ու սատանային թշնամիին հարվածին կենթարկվի։ Հիշեցեք Հիսուսի պատմած Փարիս Սամարացի արագը, այդ արագի մեջ 10-րդ գլուխը գարտացեք Ղուկասու ավետարանի 10-րդ գլուխը ոնն է որ կպատնվի, հատկապես 30-րդ համարի մեջ կգարտանք թե ինչպես այն մարդը որ Երիկովեն Երուսաղեմ գիչներ, հանգարց հանդիպեցավ ավազակներու, որոնք զինք գողոպդելով մերգացուցին, վիրավորեցին ծանր եւ մահամերձ վիճակի մեջ ձեձելով զինք թողեցին։ Ահա նույն ցևով սիրելիներ, երբ որ մարդ գերանա Աստուծմե, այդ ժամանակ գլկվի Աստուծո պաշտպանութենեն դուրս կուքա եւ գտարնա սատանայի հարվածներու թադերապեմը։ Հաջորդ նախատասությունը սնաբարձ հուսահատ։ Սնաբարձ բառը սիրելներ երկու բառերը գազմված է։ Սին կնշանակե թադար, բարապ, ունայն եւ բարձ, բարձենալ, հբարդանալ, սին բարձանք, այսինքն թադար փուջ ունայն բաներով հբարդացող, սուտ փարք փնդրող մեկ խոսքով։ Իսկ հուսահատը ինչ կնշանակե հույսը գործընծուցած։ Մեկը որ լքված է, հուսահատական վիճակի մեջ է։ Հետևաբար պարացի այս նախադասությունը կնշանակե փուջ հբարդությամբ դարաբող, բայց միևնույն ադեն հուսահատված։ Ասիկային ցույց կտա մարդկային հոգին ներքին հագասությունները եւ դակնապները։ Հիմա սուբնարեգացին իսկապես որ հանջարեղ գերբով, այսպես գմեկ դեղե երկու իրարամերժ իրավիճակներ, հագասություններ, ինչու որև սովորաբար սնաբարձ մարդը ինչ է, ինքնավստահ գտվի ելալ, չէ՞։ Բայց այստեղ նաև գսե իրանցին համար սնաբարձ հուսահատ։ Ինչպես կրնալալ որ սնաբարձ է, որ գտվի թե ինքը ինքնավստահ է, բայց միաժամանակ հուսահատ է։ Սիրելներ սուբնարեգացին այսպիսով գբացայդե որ մարդը կրնա միաժամանակ ունենալ երկու այս հիվանդությունները՝ սնաբարձության, բայց նաև հուսահատության։ Իսկ փոխաբերական իմաստով սուբնարեգացին կպատկերացնե այս պատկերով կնկարագրե մեղավոր մարդուն ներքին գեղձիկը եւ ողբերգությունը։ Բացատրեմ։ Մարդը հաջող սիրելներ կբարձենա իր երկրային հաջողություններով, քիրքով, իր ունեցած հարստությամբ, գեղձ արակինություններով նույնիսկ, բայց երբ գմնա ինքն իր հետ եւ գնայի իր հոգին խորքը, հոնգը դեսնե միայն մեղք եւ անգում, կդեսնե թադարգություն եւ ադոն ամար գուսադի։ Ճիշտ կնմանի այն մոր կամ մեծ մոր կամ մեծ հոր կամ հոր, որ ուրիշներուն թիմած իրենց դղու քովապանությունը գնեն կամ իրենց աղջկան համալսարանի հաջողությունները գկովեն, բայց երբ առանցին կմնան գուրցկերնին կձեծեն, ոտքերնին կձեծեն, որ իրենց թորնիկը կամ զավակը մեղքերու մեջ է։ Ահա սիրելներ սնաբարձ հուսահատ։ Եվ ասիգա ասեմ որ սատանայական թագարտ է։ Բացատրեմ թե ինչու։ Որովհետև սնաբարձությունը հբարդություն է։ Եվ հբարդությունը մարդս Աստուծմե գեհերացնե։ Իսկ երբ մարդ գիտակցի իր անգումը, չարը զինք կնեդե ինչի մեջ, հուսահատության մեջ, ինչ ասելով։ Իրեն ասելով որ այլևս Աստված անգամ չի գրնար քեզի ներել, այնքան շատ են քո մեղքերդ որ արժանի չես ներվելու եւ գինա հուսահատության մեջ։
Ասուբ նարեկացին գգշտամփե, այսին գհանտիմանե իր անձը, որ դեղի դված է այս վտանգավոր հոգեվիճակին, խապված է սատանային այս տակարտեն, եւ միան սեփական սնաբարձությունը գոդրելով եւ հուսահատությունը աստվածային հույսով փոխարինելով է, որ գրնա հոգեվոր փրկության հասնել։ Հաջորդ նախատասությունը շատ ծանր նախատասություն է, գսե անհամոզելի նզով։ Նախ անհամոզելի կնշանակե սիրելներ, ինչ որ հնարավոր չէ փոխել, անխուսափելի, այսինքն կարելի չէ համոզել, կարելի չէ փեգանել, այլ խոսքով անփեգանելի է, անհերքելի է, անփոփոխելի է։ Իսկ նզով կամ նզովք կնշանակե փանատրանք, կնշանակե անեծք, կնշանակե թադաբարդություն։ Եվ հիմա Փարացի այս նախատասությունը կնշանակե անթարնալի եւ անխուսափելի թադաբարդված։ Ասիկա կնշանակե այնպիսի վճիրը, որ արդեն դրված է եւ ոչ մեկ ցևով այլևս կարելի է ժխտել կամ մեղմացնել, որովհետեւ փաստերը բացահայտված են։ Եվ Աստված կա տադելու Դեր Հիսուս կա վերադառնա տադելու սիրելներ, այլևս ամեն մեղ պիտի բացահայտվին։ Այն ադեն անխուսափելի է։ Նզովքը, փանատրանքը, տադաբարդությունը անխուսափելի է, եթե մեկը այս կյանքի մեջ չաշխարած։ Եսուս նարեկացին այս պատկերով կներկայացնե մարդուն խղճի խիստ Թադաստանը ինքն իր հանդեպ։ Եվ Թադաստանի օրվան սարսափին դիմաց Սուրբ նարեկացին կտեսնե, որ իր մեղքերն ու հանցանքները այնքան ակնհայտ են, այնքան բացահայտ են, որ հնարավոր չէ Աստուծո արդարությունը համոզել կամ արդարացումներ փնտրել։ Ինչ պիտի ասե մարդը, մեղավոր մարդը Աստուծո, ինչպես պիտի փորձե Թադաստանի ժամանակ համոզել Աստուծո կամ ինքզինք փորձե համոզել արդարացնել։ Ինչպես չգա Անինքզին կտնե հիմա նարեկացին գադարյալ մեղավոր գարկավիճակի մեջ, որուն թադավջիրը նզովք է գսե, անեցք, փանատրանք։ Մենք ալ սիրելներ Սուրբ նարեկացին նման երբ կգիտակցինք մեր մեղքերու ծանրությունը, կհասկանանք, թե օրենքի դարով մենք արժանի ենք թադաբարդվելու, փանատրվելու, անիծվելու, որովհետև ինչպես Բողոս Արաքյալը գսե Հռոմայացիներուն ամագի 6-րդ գլխու 20-րդ համարի մեջ մեղքին վարձքը մա է եւ մենք արժանի ենք հավիտենաբես մանալու ով գրնա ինքզինք արդարացնել ամենաարդար Աստծո դիմաց ով գրնա ոչ ոք մարդկային բոլոր ինքնարդարացման փորձերը զուր են սիրելներ ադորամար նարեկացին գսե անհամոզելի նզովք Եվ ադորամար ոչ թե պետք է հուսահատենք սակայն նարեկացին հուսահատողը չէ այլ ինքզինք այս բոլորը խոստովանի նարեկացին որբեսի վերջավորության ասե դեր ես ինքզինքս չեմ գնալ փրկել անորամար իմ անձս այս մեղավոր անձս քու ցերկերուտ մեջ կնետեմ եւ մենք ալ սուրբ նարեկացին նման ունենք սիրելներ հաջորդ նախատասությունը անհաշտական բաժանյալ քրապարով աշխարհապարը անհաշտելիորեն բաժնված։ Հիմա ինչ կնշանակե անհաշտական։ Կնշանակե հաշտություն չունեցող, անհամադեղելի, որում միջև խաղաղություն կամ գապ հաստատելը անհնար դարձած է։ Իսկ բաժանյալ կնշանակե բաժնված, մասնատված, գիսված, անջատված։ Եվ ամբողջ նախատասության Փարացի նշանակությունը հետևյալն է, որ անհաշտելի գերբով իրար մե անջատված, մասնատված անթարմանալիորեն հերացած իրար մե ինչ կնկարագրի ասիկա ասիկա կնկարագրի վիճակը սիրելներ որ երկու դարեր կամ երկու կողմեր այնպիսի խոր խզում գաբրին որ այլևս անկարելի է որ իդ միախմբել իդ հաշտեցնել իդ միացնել եւ ասիկա ցույց կտա Մեղքի պատճառով մարդու ներքին աշխարհին մեջ հարաճած գործանարար այս երկփեղգումը երկուքի բաժնվելը Եսուս նարեկացին սիրելներ
Այս պատկերով կբացահայտե մեղավոր մարդուն հոգեբանական եւ հոգեվոր մեծակույն ողբերգությունը։ Ինչու՞։ Մարդը ստեղծված է որպես ամբողջական էություն, ուր միտքը, հոգին եւ մարմինը պետք է ներդաշնակության մեջ ըլլան եւ իրարու հետ եւ Աստուծո հետ։ Սակայն մեղքը այս գաբը գքանթե։ Մարդու ներաշխարը կվերածվի ինչի պատերազմի թաշտի։ Ուր բարի ցանկություններն ու մեղսալի գիրքերը անհաշտելիորեն կփաշտվին իրար մե, որը մեկ կողմեն բարի ցանկություններ կան, բայց մյուս կողմեն մեղքեր, ահավոր մեղքեր, եւ հետեւաբար ներքին երբերգում բաժանում գլա եւ ներքին դակնապ հոգի եւ մարմնի պատերազմ կսկսի մարդուն մեջ։ Եվ ամենասուրբ եւ ամենամաքուր Աստված մեղքերով աբագանված մարդու հոգին երբ կտեսնի այդ վիճակի մեջ իր ողորմությունն է, որ իր որդիի միջոցով գահիտնե մեզի, բայց մարդը սիրելներ գուզե իսկապես այդ անօգնական վիճակեն դուրս գալ եւ դառնալ Հիսուս Քրիստոսի, որովհետեւ Հիսուս Քրիստոս խաչին վրա իր զոհողությամբ հաշտեցուց սիրելներ եւ հեթանոսն ու քրիստոնյան իրարու եւ մեր հոգին եւ մարմին իրար հետ։ Համարյա գվերջանա, ուրեմն հաջորդ նախատասությունը քրապարով գսե ունայնապան շաղագրad, ասիկա շադերուս մեջ կա, շատ շադերու մեջ։ Աշխարհապարը թադարգախոս շադախոս։ Նախ բացատրեմ ունայնապան, դարձյալ երկու բառեր գփաղկան ունայն կնշանակի թադարգ, սին, փուջ եւ փան կնշանակի խոսք։ Հիմա ունայնապան կնշանակի թադարգապան, մեկը որ սնոդի փուջ բաներ գխոսի, որում խոսքը հոգևոր ոչ մեկ արժեք եւ ոչ մեկ օգուտ ունի։ Իսկ շաղագրad քրապարով աշխարհապարը ինչ է շադախոս լեզվին սանսը գործընծուցած մեկը որ անթաթար գխոսի եւ ցավային է որ գխոսի անպետք բաներ ոչ բիդանի բաներ ոչ օգտակար բաներ թադարգախոս շադախոս շաղագրad մարդու լեզուն պետք է ծառայե Աստուծո փառքին համար զաստված պարապանելու համար եւ ոչ թե շաղագրադելու փամփասելու զրբարդելու չարախոսելու անոր սիրելն լեզվին վրա սանց չգրնաթնել անիգա լեզուն գքամտեզինք ինչպես Հակոբոս դիարնեղբայրը սկանչելի գերբով լեզվի մասին խոսի գարտացեք անպայմանորեն Հակոբի նամակի 3-րդ գլուխը ես միան 2-րդ համարը գգարտամ գսե Հակոբոս դիարնեղբայրը անոր գիտե իր խոսքերը գշրել գադարյալ մարդ է ինքզինք իշխելու գարող եւ հիմա այստեղ սուտ նարեգացին գմեղատրե իր անձը որ փոխանակ լրությամբ հոգևոր խորտածություններու մեջ մնալու կամ միայն աղոթելու իլեզուն հաջող ծառայած է եգրային փուջ ու թադարք զրույցներու շաղագրադության թադարք շադախոսության եւ այսօր ճշմարտաբար սիրելներ հաջող մարդիկ իրարու հետ ժամերով կշաղագրադեն կշադախոսեն բայց Աստուծո դուն երթալու ժամանակ չունին սուրբ գիրք կարդալու ժամանակ չունին այսպիսի հոգևոր խորտածություններ լսելու ժամանակ չունին որովհետև այդ ժամանակը գնախնդրեն խոսակցությամբ անցնել շաղագրադելով շադախոսելով այնալ ինչ ունայնապան թադարգապան ծևով թադարգ խոսքեր խոսելով հաջորդ նախատասությունը բաջարամիտ քորոզ քրապարը բաջարամիտ կնշանակե անասնամիտ նախ ասեմ որ բաջար քրապարի մեջ կնշանակե չորքոդանի ընդանի գենթանի անասուն արչար նախիր իսկ բաջարամիտ կնշանակե անասնամիտ այսինքն անփան դքետ մտքով անսկա ինչպես անասունը իսկ քորոզը ամենքը տալ գիտեք կնշանակե հբարտ մեծամիտ ինքնահավան հիմա փարացի կնշանակե անասունի պես դքետ ու ամիտ բայց միևնույն ադեն մեծամիտ ու հբարտ դիսեք սիրելներ ինչ հագատիր փարեր կովկովի գտնե սուտ նարեգացին
իր անձը նկարագրելու համար։ Եվ ես այդքան մեղավոր չեմ հասկացած ինքս, որքան երբ սկսա Սուրբ Նարեկացին ուսումնասիրել եւ լրջության առնել իր խոսքերը եւ տեսնել, որ այդ բոլորը ոչ թե Նարեկացին իր անձին համար ասած է, այլ իմ անձիս համար։ Եվ ահա այստեղ հանջարեղ երբով Սուրբ Նարեկացին մեկտեղած է այս երկու ախտերը, սիրելներ, ինչ ախտ, անաստամիտ քորոզ, որոնք դրամապանորեն իրարու չեն հարմարիր։ Մարդը զրկված է հոգևոր փանականութենեն անասունի պես, բայց դեր գհավագնի բարձր թիրքի ու քորոզության։ Եվ այս արդայդությամբ Սուրբ Նարեկացին գմատնանշե մարդկային եսին գուրությունը եւ ողբերգությունը։ Աստված մարդը ստեղծած է փանականությամբ, որբեսի անսիրենե գարենա դարբերել չարն ու բարին։ Երբ մարդ գդրվի երկրային գիրքերուն, անգգործնցնի աստվածային լույսը եւ իր մտածողությամբ գհավասարի քիչ առաջ կսեի անփան անասուններու 49-րդ Սամոսի 12-րդ համար եւ 20-րդ համար հիշեցեք։ Այն մարդը, որ իրեն դրված մարդկային բադիվը չի գիտեր արժևորել, Աստուծո կողմէ իրեն դրված բադիվը կնմանի անփան անասուններուն, որոնք կգործվին, իսպար կգործվին։ Եվ մեծակույն դկիդությունը այն է, երբ մարդ սիրելներ հոգեբես թադարգ, հոգևորաբես թադարգ եւ անասնացած վիճակի մեջ ըլլալով թեր գհբարդանա, գքորոզանա, ասիկա գադարյալ հոգևոր գուրություն է, երբ ենթական չի տեսներ իր իրական եւ ողորմելի վիճակը։ Հաջորդ նախատասությունը անասնորեն աբիրադ։ Անասնորեն կնշանակի անասունի պես, առանց փանականության, իսկ աբիրադ կնշանակի անիրավ, անորեն, անզգամ, աբերախտ։ Հիմա նախատասություն հետևյալ իմաստ ունի, անասունի պես անփան, անխիղճ եւ անորեն։ Եվ ասիկա կնկարագրե այնպիսի վիճակը, որ մարդը ամբողջությամբ գործընծուցած է իր մարդկային թիմակիցը եւ բարոյականությունը, կորձելով գուրորեն առանց խղճի խայթի կամ պատասխանատվության ըսկացումի։ Եվ այս արդայությամբ Սուրբ Նարեկացին գխարազանե մարդկային բնության այն վիճակը, երբ մեղքը գհաղթե փանականության։ Այս է ցավը։ Մեղքը գհաղթե մեր փանականության։ Աստված մեզ ստեղծեց իր պատկերին եւ իր նմանության համաձայն, ինչպես արդեն ասիսիլներ, եւ մեզի տվավ ազատ կամք եւ փարույական օրենք։ Սակայն երբ մենք մարմնական գիրքերուն կդրվինք, մեր մարմնական գիրքերուն եւ կսկսենք ապրիլ անասնորեն, հնազանդելով մեր մեջի այս ցած փնաստերուն եւ ցանկություններուն, կնմանենք անփան անասունի։ Եվ աբիրատ բարը որ գործած է, աբիրատ նաեւ սիրեներ կնշանակե աբերախտություն։ Եվ այս ինչ Նարեկացին ինչ սելգուզ է, որ մենք հագարականոր որ գվայլենք Աստուծո անհուն շնորհքները, բարիքները եւ փոխարենը դարձած ենք անորեն ու անիրավ, թրջելով աստվածային պատվիրանները, աբերախտ, ինչպես որ անաստված մարդը, երբ Աստուծո բոլոր դվածները գվայլե, բայց գուրանազինք եւ աբերախտությամբ գաբրի։ Եվ վերջին այսօրվան սերդողության վերջին նախատասությունը թժոխային ակահ։ Ինչ կնշանակե թժոխային։ Թժոխային կնշանակե թժոխքին պատկանող, թժոխքի հատկություն ունեցող, մեկ խոսքով թժնթակ, սոսկալի, ահրելի։ Եվ աստվածաշնչական եւ հավատալիքներու համատեքստի մեջ թժոխքը կպատկերվի որպես դերմը սիրելիներ, որ երբեք չի գշտանար, որքանալ հոգիներ հոն մտնեն, դարձյալ անտունը բաց է եւ նորանոր զոհեր կբանջե, անգուշտ, թժոխքը երբեք չի գշտանալ, անգուշտ է, այդ իմաստ ունի։ Իսկ ակահնալ ճիշտ նույնն է։ Ակահը ով է։
ակա անհակ մարդն է, որ չի գիշտանար ուրիշին հապշտակելու կամ միշտ ավելին թիզերու մոլուցկով դարված է։ Հիմա փարացի նշանակությունը այս ուրեմն նախատասություն հետևյալն է, որ թժողքին պես անհադակ, հադակ չունեցող, երբեք չգշտացող ու գլանող ակա։ Եվ ասիկա մարդկային անհակ ցանկություններուն դրված ամենասարսափելի որակումները մեկն է, որ Սուրբ Նարեկացին այստեղ գուտա։ Եվ ասիկա կնկարագրի այնպիսի մոլորությունը, որ սահման ու չափ չի ճանչնար եւ որուն գուրցքի մեջ ցանկություններու գրագը երբեք չի մարիր։ Այո սիրելիներ, մարդիկ իրենց ցանկություններու մեջ անհակ են, ավելին գուզեն, ավելին մեղքի մեջ ավելին գուզեն եւ չեն հակենար։ Մարդուն աչքը չգշտանար, ձագ է գսեն, չէ՞, մարդուն աչքը ձագ է չգշտանար։ Այդպես ալ անոր ցանկությունները եւ հոգեվոր փոխապերական իմաստով Սուրբ Նարեկացին այս պատկերով կներկայացնե մարդուն ներսը բնագող ինչը գործանարար գիրքը ցանկություններու անհակությունը։ Եկեղեցվո Սուրբ հայրերու համացայն սիրելներ, մեղքը այն հատկություն ունի, որ մարդուն երբեք կողնակություն չի պատճառեր։ Երբեք սիրելներ մարդը մեղ գործերով չի կողանար։ Ավելին գցանգա, ավելին գուզենել։ Օրինակ դամցեզի։ Մարդ օրինակ կողություն գնե, չգշտանար։ Ավելին գուզե կողնալ։ Երբեք դերմը չի ասնիր, որ կողը գտածի, անորամար կողը գպրնվի։ Չի հակենար որովդև։ Որքան մարդը դրվի երկրային հաջույթներուն, տրամին, փարկին, գիրկերուն, այնքան անոր ներսի թադարգությունը ավելի գմեցնա, անհադակ կդառնա, անգուշտ կդառնա, անհակուրդ կդառնա։ Անորամար Սուրբ Նարեկացին գնմանցնե թժողքին այս վիճակը, որ ամեն ինչ գգլանե գուլ գուդա եւ դարձյալ ինչ կբորա։ Էլի, այսինքն նորեն դուր։ Եվ իսկապես ակահությունը մարդս Աստուծո մեկը գդրե։ Գիտեք ինչու։ Որովհետև ակահ մարդուն համար իր ցանկությունները կվերածվին իր գուրքերը։ Այլևս ոչ Աստված, ոչ փարոյական կյանք, իր գուրքերը կդառնան իր աստվածները։ Եվ ահա Սուրբ Նարեկացին ինքզինք է որ գշտամփե իր սիրտը հաջող վարված է թժողային այս անհակությամբ փոխանակ բավարարվելու աստվածային հոգևոր բարիկներով եւ շնորհներով։ Սիրելիներ, մարդու հոգին ստեղծված է Աստուծո համար։ Եվ քանի որ Աստված անհուն է, մարդու ներսի փածնալ անհուն է։ Երբ մարդը կփորձե այդ անհուն թադարգությունը լեցնել եգրային փուջ բաներով, թադարգ բաներով, այնադեն մարդը կդառնա թժողային ակա։ Քննենք մենք մեզ։ Մենք ալ միթե թժողային ակա ենք։ Այդ ցանկությունները, գիրքերը մեր մեջ օրը ավելի կշատնան, թե ոչ իսկապես Աստուծո է որ կփափակայինք։ Եվ Սուրբ Նարեկացին այս խոստովանությամբ ցույց կտա, որ միայն Աստված կգնա իր ներկայությամբ լեցնել եւ գշտացնել մարդկային հոգին, մարել մեր դենթակին այդ ծարավը եւ զայն ազատել այս գլանող չար թժողային ախտը։ Ավասիկ եղբայրներ եւ քույրեր, փորձեցի ցեզի բացադրել Սուրբ Նարեկացին ինչ ասել, ինչպես կհանդիմանե ինքզինք, ինչպես կգշտամփե, ինչպես գայբանե իր անձը, անոր համար է որ այս բոլորը կգոչե իրեն համար հարազատ թշնամիներ։ Մենք ալ մեր մեջ հարազատ թշնամիներ ունենք, թավաջան որդիներ ունենք, որոնք մեզ սիրելներ կթավաջանեն եւ Աստուծո մեկ երացնեն։ Անոնք գիրքերն են, ցանկություններն են, մեր մեղքերն են, որոնք ջջիի նման, ծեցի նման, որդի նման ներսեն մեզ կգրծեն։ Աբաշխարությամբ է որ այդ բոլորը մեզ մեկ երացնենք։ Հետևաբար եկեք զղջումնալից հոգիով մեր անձը խոնարեցնենք եւ Տիրոջ ողորմությունը խնդրենք, որբեսի Տերը սիրելներ բժշկե մեր հոգին, կտա մեզի եւ մեզ երբեք իր հովանավորութենեն չզրգե, իր ներգայութենեն չզրգե, իր ողորմութենեն չզրգե, իր սերեն չզրգե։
Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։